որ դուք այն քրփականներից եք եղել, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ գրեթե ամեն պատարագի մասնակցել եք, այս վերջի շրջանում նա կարծես այլևս չի հայտարարում, թե որ եկեղեցի որտեղ է մասնակցել պատարագին, դուք շարունակում եք ամեն կիրակի գնալ պատարագների։ Իհարկե շարունակում եմ գնալ, բացառությունը այս կիրակի էր, որտեղ զբաղված էի, բայց երկու պատարագ է եղել, որ չեմ մասնակցել, մնացած բոլոր պատարագներին մասնակցում եմ։ Եվ ենթադրում եմ, որ նաև այդ օրերին, որտեղ դուք միայնակ, չգիտեմ, կամ ձեր ընտանիքով մասնակցում եք, հնչում է վեհափառի անունը, դուք պատրաստ եք այդպիսի իրավիճակում մասնակցել, որովհետև նախկինում, երբ Փաշինյանն է գնում, նախորդ հրավիրում էր վեհափառի անունը չհնչեցնել։ Մեկ անգամ է վեհափառի անունը հնչել, ընդհանրապես չի հնչում, եւ ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ես այդ անձին որպես վեհափառ, որպես կաթողիկոս չեմ ընդունում, ինձ համար խնդիր է առհասարակ, որ բոլոր եկեղեցիներում նրա անունը հնչում է, կրկնակի անգամ խնդիր է, երբ որ նա դեռ շարունակում է այդ աթոռը պահել։ Որ հոգևոր հայրերն են մատուցում այդ պատարագը։ Որ եկեղեցում եք եղել։ Ես ասեցի, որ գրեթե բոլոր եկեղեցիներում եղել եմ, պատարագները մատուցում են այն քահանաները, ովքեր որ միացել են, եւ ոչ մի խնդիր չեմ տեսնում, այսինքն նույնիսկ եթե դուք ակնարկում եք, որ կարգալույծ եղած քահանաները, կարծում եմ դա է ձեր ակնարկը, այստեղ հարց է ինձ մոտ առաջանում, կարգալույծ ով է արել, եթե արել է մի անձ, ով որ ի սկզբանե չէր կարող այդ աթոռին նստել, ի սկզբանե նա չէր կարող լինել կաթողիկոս։ Ես մի այլ բան եմ ուզում ձեզ ասել, համացանցում ամիսներ շարունակ շրջանառվում է մի կնոջ անուն, ով որ Կտրիչ Ներսիսյանի աղջիկն է։ Նա չի հերքել, այդ անձը չի հերքել, բոլորդ շատ լավ գիտեք որտեղ է աշխատում, այդ անձը չի հերքել, որ ինքը առհասարակ ոչ մի կապ չունի, ինձ համար շատ հետաքրքիր է, թե դուք ինչի չեք գնում եւ այդ որպես լրագրողներ նրա հետ զրուցում եւ պարզաբանում պահանջում, արդյոք նա հանդիսանում է Կտրիչ Ներսիսյանի դուստրը, թե ոչ, դա շատ լուրջ հարց է, ես վստահ եմ, որովհետև եթե մարդուն մի բանի մեջ են մեղադրում կամ ասում, որի հետ նա կապ չունի, նա իհարկե կարող է դա մամլու ասուլիս էլ կազմակերպի, որտեղ դա լուրջ մեղադրանք է կամ լուրջ մեղադրանք էլ չէ։ Բարձրաստիճան հոգևորականները հետքել են։ Բայց չենք տեսել։ Ինչի կաթողիկոսը այդ անձը, որ կաթողիկոսի աթոռն է զբաղեցնում, նա չի հերքել։ Նա հերքել է, որ դուստր չունի։ Նա չի հերքել, բայց չեն հերքել, չեն հերքել։ Ենթադրում եք, որ այդպես է։ Ես եւ ենթադրում եմ եւ վստահ եմ, քանի նման այդ անձը չի հերքել։ Այլ հարցեր։ Օրինակ այն ժամանակ ասում էին իշխանությունը ասում էր կգա ժամանակը կխոսենք փաստերը, բա ո՞ր են այդ փաստերը։ Դե կգա ժամանակը կխոսեն։ Փաստեր ներկայացնողը ես չեմ եւ ես իրավասու չեմ խոսել մի բանից, ինչը որ ես չեմ հայտարարել։ Եկեղեցու դեմ կաթողիկոսի դեմ այս արշավից ետքայլ է եղել։ Ոչ, չկա նման բան։ Որտեղ ենք տեսնում այդ ետքայլը։ Վերջի երկու պատարագներին Փաշինյանի ներկայությամբ վեհափառի անունը հնչել է։ Առաջվան նույն այսպես ոգևորությամբ քրփականների իշխանությունը։ Ես վստահ եմ, որ ամեն ինչը իր հունով գնում է եւ հասնելու է իր տրամաբանական ավարտին։ Այսինքն մարդիկ, ովքեր որ զավթել են հայ առաքելական եկեղեցին եւ ընդհանրապես իրավունք չունեն ի սկզբանե այդ աթոռին նստել, ինքը պետք է ազատի ու հեռանա։ Տիկին Վարդանյան, առաջիկա ընտրությունները դուք ԿՊԻ ցուցակում լինելու եք։ Չէ, ես չկամ ԿՊԻ ցուցակում, որտեվ ես ինձ տեսնում եմ այստեղ։